Ված մարդիկ լինեն, քան մեղադրական դատավճիռ ունեցող մարդիկ։ Ես սա ասել եմ տիկին դատախազի, հետո կարձականքեք, հիմա ոնց որ վերջում եզրափակիչ ելույթ ունեք։ Աչքերի մեջ նայելով այն ժամանակ, երբ որ դուք քաղաքական անհաջող փորձից հետո դեպրեսիայի մեջ մանդատը դրել գնացել եք, ձեր մնացած գործընկերներն էլ բոյկոտում էին։ Դրա արդյունքը եղել է, որ հաջորդ տարի դատախազը եկել է, ասել է, ես ունեմ լավ նորություն, բացառիկ դեպք է տեղի ունեցել։ Մեր դատավճռով պատիժը կրողները ավելի շատ են, քան կալանք կրողները։ Ես ուզում եմ ասեմ, որ մենք այդ հարցը ինտենսիվորեն բարձրացրել ենք եւ շատ լավ կլիներ, որ դուք այստեղ լինեիք։ Դուք բարձրացնեիք, բայց մենք ենք։ Ես կուզեի դուք այդ մեղադրանքը հնչեցեիք, ես պաշտպանվեի, բայց որ մարդ չկար, մենք էինք ստիպված այդ հարցը բարձրացնում։ Արտաքին հետախուզության զեկույցին հղում տալով չեմ հիշում, որ գործընկերը ասում էր, որ Հայաստանի պետությունը ոչ մի բան չի արել 300,000 ադրբեջանցիների խոսույթի դեմ եւ ասում էր, որ արտաքին հետախուզության զեկույցում դա գրված է։ Տեղը կասեմ, որ սա պետական մարմին է, բայց մի կողմ թողնենք արտաքին հետախուզության մեր ստեղծած պետական մարմնի մասին այս խոսակցությունը եւ անդրադառնանք նրան, որ այդ նույն պետական մարմինը, այդ նույն ղեկավարով, այդ նույն կազմով դրանից մեկ ամիս անց զեկույց է հրապարակել այն մասին, որ օտար երկրներ պատրաստում են միջամտել Հայաստանի ընտրություններին, որ ձեր կուսակցությունը ըստ երևույթին համագործակցելով օտար պետությունների հետախուզական ծառայությունների հետ այնտեղ աշխատող տնտեսական գործիչների վրա ճնշում է գործադրում, որ կան Հայաստանի ընտրություններին քվեարկեն ձեր կողմ։ Այդ զեկույցը դրանից մի ամիս հետո է հրապարակվել, այնպես որ երբ որ մի հաջորդ անգամ մի ձեռքում այս ադրբեջանցիների հետ կապված զեկույցը կթափահարեք, մյուս ձեռքում թափահարեք այն զեկույցը, թե ոնց եք օտար հետախուզական ծառայություններին հրավիրել մասնակցելու Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին։ Ձեր հարցը պատասխանի վերջին դրվագում խոսեցիք պարոն Քոչարյանի հետ, պարոն Քոչարյանի հետ շատ հետաքրքիր զրույց ստացվեց, ասում եմ միջազգային կառույցները զեկույցներում կողմնապահություն են անում, մոտավորապես այս տպավորություն ստեղծվեց, որ մենք ենք ասում միջազգային կառույցներին ինչ գրեն մեր մասին, բայց պարոն Քոչարյան դրանից մի ելույթ առաջ այստեղ կանգնած պարոն Քոչարյան, դուք ասում եք, որ ձեր անունը գրված է պետ դեպի զեկույցում որպես խնդիր։ Պարոն Քոչարյան, պետք է ընդունեք, որ այդ նույն զեկույցում պետդեպը գրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, եւ եթե այս դրվագը հիշում եք ձեր անվան հետ կապված, մյուսն էլ պետք է հիշեք, թե չէ тут помню, а тут не помню, էլ այդպես ոնց ալի շատ նման են նախորդ դրվագին։ Մի ուրիշ դրվագում պարոն Քոչարյանը ասում է, որ բա ինչ մարտի 1-ը արդարացնելով, ասում է, բա ինչ աներ պետությունը, հրավիրում էին զինվորականներին մասնակցելու շարժմանը, բարձրաստիճան զինվորականներին։ Պարոն Քոչարյան, էլի նույն բանն է ստացվում։ Ես կարող համաձայն չեմ ձեր հետ, բայց ընդունում եմ իգիտություն, որ ձեր մտածողությունը այդպիսին է, որ ժողովրդական շարժմանը զինվորականներին ընդհանրապես պետք չէր հրավիրել եւ այլն։ Բայց երբ որ Միքայել arczepiskopos Աջապահյանը զինվորականներին ձեր հորը կոչ էր անում գտնել մի լոյալ զինվորական, որը կսպանի Հայաստանի վարչապետին, դուք չէիք դատապարտում նրան։ Դուք ասում եք, սա բան է, քաղբանտարկյալ է։ Եթե էլի тут помню, а тут не помню, եկեք բան անենք, էլի նույն տրամաբանության շարունակականության մեջ լինենք։ Եվ ամենակարևոր բանը, որից խոսելու համար իրականում ուզում եմ այս ելույթի համար գրանցվել եմ, ամենահրատապ բանը, ինձ շատ հետաքրքիր էր այն խոսակցությունը, որ տեղի ունեցավ տիկին Վարդանյան ձեր եւ պարոն Ռուբինյանի միջեւ, եւ շատ հետաքրքիր է, որ հետո պարոն Սաղաթելյանը շարունակեց այդ խոսակցությունը, որտեղ իմ տպավորությունները հաստատվեց։ Տիկին Վարդանյանը այստեղ ինչ է հարցում։ Հարցում է, որ երկրներն են Հայաստանի համար սպառնալիք։ Պարոն Ռուբինյանը իջնում է եւ պատասխանում է, որ Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերությունները, Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերությունները, Տիկին Վարդանյանը ժպիտով էր լսում սա, ինձ թվում է, եթե սխալվում եմ, ելույթ ունեք կարող եք ուղղել, ուզում էր ասել դու չես ասում Ադրբեջանը, դու ասում ես Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերությունները, ասես թե պարոն Ռուբինյանը ուրիշ բան է մտածում, բայց ուրիշ բան է ասում։ Բայց խնդիրը որն է, ինձ թվում է, ինչպես պարոն Եղոյանն է սիրում ասել, հասել ենք հարցի սրտին։ Խնդիրը որն է, որ մենք իսկապես
չենք կարծում, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կամ Ռուսաստանը, ինչպես դուք եք հարցնում տեղից, ինքնին կարող են սպառնալիք լինել։ Ձեր մտածողության մեջ այդ սպառնալիքը էութենական է։ Դուք կարծում եք, որ Ադրբեջանը պետք է սպառնալիք լինի։ Հետևաբար դրա լուծումը այն է, որ Ադրբեջանը չլինի։ Մենք մտածում ենք, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների այսօրվա վիճակը կարող է սպառնալիք լինել եւ դա հնարավոր է փոխել։ Եվ դրա համար եք դուք հարցնում, իսկ Ռուսաստանը, որովհետև դուք ուզում եք, որ դրա արձագանքը լինի, իհարկե Ռուսաստանի հետ հարաբերությունների որոշ դրվագներ մեզ համար սպառնալիք են, ժողովուրդ ջան, նայեք, թե ոնց ինքը բենզինի հետ ինչ բենզին շուկայում ինչ կատարվեց, եթե մենք ունենայինք այն կախվածությունը ինչ-որ տարիներ առաջ, մենք այսօր չէինք կարողանալու, ես մեր հարաբերությունների դինամիկայի մասին չեմ ասում, մեզնից անկախ գործոնների մասին եմ ասում, մենք այսօր չէինք կարողանալու պահել մեր շուկան եւ լինում է այդպես է լինում, որ նաեւ ինչ-որ այդ կախվածությունը, եթե Ուրուգվայից կախված լինեին կամ Ճապոնիայից, հա այդ կախվածություն կարող էր ինչ-որ դրվագում սպառնալիք առաջացնել մեզնից անկախ գործոնների պատճառով, ոչ միայն մեզնից կախված։ Հիմա իրական չգիտեմ, մեր ապրանքները, որ հասնեն սահմանին, լինելու է վառելիք, որ դրանք ցրեն շուկաներով, եթե նույնիսկ բացվի։ Հարցը այն չէ, որ մենք լարում կամ սրում ենք հարաբերությունները, հարցը այն է, որ այդքան մեծ կախվածությունը ինքնին խնդիր է եւ պետք է լուծել։ Դա մեր ասածը դիվերսիֆիկացիայի քաղաքականության մեջ։ Եվ վերջում պարոն Վարդևանյան, ես չէի ենթադրում, որ ինձ ժամանակ կմնա նաև այս հարցին անդրադառնալ, բայց Տիկին Հակոբյան դրան մի փոքր անդրադարձավ։ Ճիշտն ասած, ես ձեր մի նախադասությունից ցնցվել եմ, վեր եմ թռել տեղից, երբ որ լսել եմ։ Երբ որ դուք ասեցիք, ով է ավելի շատ տվել Ղարաբաղին, քան Սամվել Կարապետյանը։ Ես իսկապես կարող է դուք այդ պահին վատ եք ձևակերպել, բայց ես իսկապես հույս ունեմ, որ այն մարդիկ, ովքեր իրենց ընտանիքների անդամներին են տվել, իրանց արյունն են տվել, իրենց ձեռքերն ու ոտքերն են տվել, դա չէ։ Հարգելի գործընկերներ, ելույթով կպատասխանեք։ Պարոն Վարդևանյան, դա օքեյ, ելույթով կպատասխանեք, էլի, ես եթե տեղը չի լսվում, ձեր ասածը չի լսվում, իմ ասածն է լսվում եթերում ինչպես գիտեք, եւ ճիշտն ասած, այդ զգայունությունը չունենալը, տենց արտաբերելը, ես չգիտեմ, ձեր միջավայրում կան այդ մարդիկ, չկան այդ մարդիկ, ովքեր իսկապես իրենց կյանքն են տվել, այդ խնդրի կարգավորման համար, բայց ես ուզում եմ, որ մենք լրիվ տարբեր սոցիալական խմբերից ենք, կներեք, էլի, որ սենց եմ ասում, որովհետև մենք փող չունենք, իմ ընտանիքը փող չունի, որ տար Ղարաբաղին, իսկապես իմ աշխատավարձով է ապրում իմ ընտանիքը, բայց իմ հայրը ակնհայտորեն ոչ երիտասարդ տարիքի, որտեղ իմ հայրն է։ Իմ հայրը կամավորագրվել գնացել եւ մինչեւ վերջին րոպեն եղել է պատերազմի դաշտում։ Իմ եղբայրը 44 օր կռվել է պատերազմի դաշտում։ Ես ուղղակի չեմ ուզում պատկերացնել այն մարդկանց վիրավորանքը, որոնց ընտանիքի անդամները չեն վերադարձել, որտեղ ճիշտ է ծանր ապրումներով, ճիշտ է դժվարությամբ, բայց իմը վերադարձել են։ Այդ ապրումները պետք է ունեցած լինել, որ այդ զգայունությունը ունենալ մարդկանց հանդեպ հասկանում եք։ Ես հորս հետ 10 օր շարունակ կապ չեմ ունեցել, ես հորս ոչ թե հիվանդանոցներում, ես դիահերձարաններում եմ փնտրել։ Դուք ուզում եք ասեք, որ այդ տուրբոգեներատորը ավելի կարևոր է։ Ես համաձայն չեմ ձեզ հետ։ Ես համաձայն չեմ, որ փողով պետք է չափել, թե ով ինչ է տվել Ղարաբաղին։ Դուք դա ասում եք, որտեղ դուք այդ փորձառություն չեք ունեցել։ Եվ ես հույս ունեմ, որ դուք դա նկատի չեք ունեցել։